Ողջույն բոլորին, ես վերջացրել եմ իմ պատվերը, ընկերուհուս, ահա, ուղեղ, երեք չարչարվել եմ ես ակնոցների վրա, բայց հուսով եմ եղել է, կպցրել եմ, որ հանկարծ չպոխվի, չծռվի, մի խոսքով, այսօր, ես եմ 2 ժամից, այո, հիմա 1:04 է, ժամը 3-ին ընկերուհուս գալու է, հետևից, կնստենք, խոսենք, կզրուցենք, կբամբասենք, տարբեր, տենց, ու սուրճ կխմենք, կամ չգիտեմ, ասել եմ, գիտի, որ ֆրապեներ եմ կարում սարքեմ և այլն, ասել եմ, ինչ ուզես, իմ խոհանոցը բաց է քո համար, կհյուրասիրեմ քեզ։ Բայց եթե ֆրապե ուզի, ինձ սառույց է պետք, աչքիս սառույց չունեմ։ Okay, չունենանք, գնամ ընդեղ կողքի խանութից կառնեմ արագի մեջ։ Տենց, դա էի ուզում ասեի ժողովուրդ, վերջապես ես պրծա, այստեղ էլ նոր պրոցես եմ սկսել, տարօրինակ ինքը տեսք ունի այո, մի տեսակ չեմ հասկանում այստեղ, բայց էսի Աստված առաջ արջուկա դառնալու, այստեղ ձեռներն էի գործում, ու հասկացա, որ մեկը մյուսից տարբեր եմ արել, գիշեր էր արդեն ուշ էր, նայեք սենց էսի մեծ է լինում, ոնց որ, և ասի ավելի լավ է քանդեմ, չեմ հասկանում, մի խոսքով տեսնենք, չգիտեմ ինչ եմ արել այստեղ, հենց մոտավոր մի բան եմ ուզում, հաշվարկը մոտավոր գրում եմ, ինչ եմ անում, բայց եթե իմ ուզածը չլինի, փորձեմ մյուսին փոխել, բայց էսի էլ չեմ քանդի, հենց ձեռները գնում, ձեռներ գնա, դունչիկ, ականջներ, աչքերը մոռացել եմ, տեսակ, այս անշանակում գիշերվա 1000-ի նստել գործել, ով անի, ով, պետք է քանդեմ, վсё գնացի, ուրեմն ես որոշեցի մի ժամ առաջ, բլինչիկ սարքեմ, որ ես ու Լուպիտեն ուտենք, օլա Լուպիտեն, ինքը ինձ հիմա օգնում է, որ տապակենք բլինչիկները, ես մի մաս սարքել եմ, մենք կուտենք, հետո կշարունակեմ, այստեղ էլի ունեմ, այստեղ սենց ունեմ, ¿Cómo se dice en armenio? En armenio es nerpabelitner. Es más largo, en ruso es blinchik. ¿Blinchik? Sí, más fácil, ¿no? A ver esto, rusedeno. ¿Con esas? ¿Cuántas vas a querer? No, yo nada más una o dos. No, son muy sabrosos, ¿vas a querer más? Sí, estoy llena casi. Ok, ասում երկու հատ, մի հատ կամ երկու հատ եմ ուտել, ասում շատ համով են, ավելի ես ուզելու։ Ok. Pues si quieres más, vamos a dorar más. Ok. Mercegane patrasta. A ver, pruébatelo para tu reacción. Un poquito de crema. Riquísimo. Pero bien bueno. Sí voy a querer más. Ասում էր մի հատ կամ երկու հատը հիմա ասվա չէ էլի եմ ուտելու։ Entonces tienes que hacerlos. Ուրեմն պետք է սարքի։ Está muy bueno. Sí, te dije. Որ ասում էի։ Riquísimo. Provecho. Բարիախորժակ։ En armenio բարիախորժակ։ ¿Cómo? Բարիախորժակ։ No. Chicas. No, qué difícil es el armenio. De verdad. Ուրեմն Լուպիտան գնաց, մենք թեյ էլ խմեցինք, հայկական ձևով թեյ հյուրասիրեցի, ես այստեղ իմ համար մի քիչ եմ լցրել, ավելացրել, հայկական հյուրասիրություն արեցի Լուպիտային, այստեղ ունենք թխված կաբլիթներ, այստեղ ունենք չրեր,
բա եւ ես այստեղ մանգոյի ջուր եմ ուտում շատ հավանեց լուպիտան շատ ուրախ եմ արդեն դուրս էր գալիս մեկ էլ հիշացրեց բա ուղեղը գործած այդ խաղալիքը պատվերը դեռ մոռացել ենք զրծով ենք ընկել ասել մեր բարբարով տենց հետո մեկ էլ բարձրացել վերև ու իջացել շատ հավանեց այնպես որ շատ ուրախ եմ Okay, ես էլ իմ 3 հատ բլինչիկ էր մնացել, ես տապակեցի բան, իր հետ եմ դրել, շտապում էր արդեն, ասա 3 ժամից ավել է, խոսում ենք իր հետ, չէ լավ, 3 ժամ տենց, խոսում ենք ու հիմա ես շարունակեմ իմ բլինչիկների լիստերը և վաղը աստված առաջ լահմաջո սարքեմ, տեսնենք, շատ ուրախ եմ Ողջույն բոլորին, ես արդեն այստեղ լահմաջոյի մորը արել եմ, նոր պրծա և այստեղ խմբան ունենք, ֆարշ ունենք, բաղադրատոմսը ճիշտն ասած կգրեմ մոտավորապես, բայց մի քանի բաղադրատոմսեր եմ նայել, տենց ոնց որ իմ ուզած համեմունքները, բան ավելացնելով սենց էկրանին կթողնեմ, հա, տենց կարող եք լիքը բաղադրատոմսեր նայել ու ինձ թվում է տենց դժվար չի բայց իմ խմորը քիչ է, ֆարշը շատ է ստացվել, խմորս քիչ է, բայց ոչինչ 2 րոպեի բան է խմոր անել կսարքեմ, եթե վերջանա տենց կսարքեմ անընդհատ, այնպես որ դեռ տաք է, սենց տաք ջրով եմ սարքել լավաշի խմորն է տենց հիմա մի քիչ թողնեմ հանգստանա և ճիշտն ասած դեռ շուտ է հիմա դեռ շուտ է, բայց չգիտեմ հիմա անեմ, չանեմ մտածում եմ անեմ մի հատ փորձելու, մի 2 հատ փորձելու համար անեմ այստեղ դեկորենցս տամ զբաղվեմ մինչև տրամադրությունս ընկել է, քանի որ բետոին չեն թողում ժամը 4-ին դուրս գա, հենց նույն ժամին, ժամը 6-ին նոր դուրս է գալու, այնպես որ դե մի խոսքով կա ինչ անի։ Հենց այսքանը ես մի հատ սարքեմ ու կասեմ ոնց եղավ։ Ժողովուրդ ես սարքել եմ ընթացքում գազս վերջացավ, բետոն փոխել եմ մեր գազի այդ բալոնը, այստեղ չգիտեմ ոնց է եղել, առաջի անգամ եմ սարքում ու հուսով եմ շուտ կբացվի, արդեն վրա եմ ընկել։ Այստեղ 4 հատ է իմ բետոյի դեկորս կնոջ համար, բայց նաև սարքել եմ 3 հատ կեսրարենցս համար եմ սարքել, 4 հատ մյուս դեկորենցս համար եմ սարքել, 4 հոգի են այդպես։ Հեծև։ Հիմա ժամը 8-ն է, 8 անցա, ժամը 9-ին գնալու ենք նորից մեծ դեկորենցս տուն ու տեսնեմ ինքը ինչ է սարքել, չգիտեմ ինչ-որ բան սարքել է, թե չէ խիսել են։ Հեծև, ու սենց գզգզված, բան, սենց առանց որևէ բան, սենց որ 2 րոպե նստենք ու գանք տուն, լուրջ օգնել եմ արդեն։ Այ, տենց կարմրած, այո, սուրբ ծննդին սիր ունացել է, բայց հիմա հավես չունեմ։ Ես միշտ սիր ունեմ, ասեք, որ ես անգամ սենց գզգզվածն եք ինձ սիր ունեմ։ Okay, գնացի։ Խնդրեմ, իմը մի քիչ ծուրմուր է, բայց այստեղ բերել է։ Այստեղ բան ունենք, հնդկահավ ունենք, հացիկներ ունենք, բայց դեսի հացա, եսիսի։ Իկես? Frijolitos con chorizo. Chorizo lobio. A ver, se pone limón y no sé si quieres. A ver, pártelo. ¿Te gusta? Está rico.
No sabes carne molida. Sí, es carne molida en masa, como tortilla de harina. Así se come, así. Déjame todo esto acá. Está chido. ¿Quiénes son? ¿Te gusta ver? Parece en Armenia, el que él comió en Armenia. Estos, ¿no? Más o menos, ¿no? Sí, está bueno. Pues que Tú, Miguel, muérdelo. Voy a probar. Con limón, no sé si quieres. Está buena la tortita. ¿No? sí, está rico. La tortilla está buena. Es como pan armenio. También es lavash, que dicen, el delgado. Así sabe, así. ¡Ay! Ահա եւ լրացավ եւս Մեքսիկայում նոր տարին լսում եք սայլետները խփում են արդեն բանի այդ ձայնը որտեղ նավթահանության ձայնը հնչում է ու ուզում եմ շնորհավորել բոլորիս ու շնորհակալ լինենք ամեն անցածի համար, այն ինչ որ այս տարվա համար, այն ինչի հասել ենք, այն ինչ որ ունեցել ենք, նաև շնորհակալ լինենք այն օրերի համար, որ գուցե դժվար է եղել, բայց Աստված մեզ սովորացրել է ամեն ինչի միջով անցնել, հաղթահարել, ավելի ուժեղ լինել, սովորել, շնորհակալ ենք այն մարդկանց համար, ով եկել են մեր կյանք Եվ նաև ինչ-որտեղ են մարդկանց համար, ովքեր գնացել են մեր կյանքից, Աստծուն շնորհակալ լինենք և ամեն օրվա համար, այն ամեն մի կտոր հացի համար, որ այս տարի սոված չենք մնացել, այս տարի տենց անց ենք կացրել այս տարին Սենց գլուխներս բարձր, հպարտ, սենց ասած, ու ես շնորհակալ եմ մի քանի բաների համար, որ տեղի ունեցան ու առաջին հերթին մեր տան շինարարությունը, մեր սենյակը լինելը, որ այստեղ պուճուրիկ սենյակում էինք քնում, բայց տեղափոխվեցինք մեծ սենյակ, շնորհակալ եմ մեր պսակադրության համար, որ վաղուց էինք ուզում պսակադրվենք եկեղեցով, բայց չէր ստացվում և շնորհակալ եմ տարբեր անհրաժեշտ գնումների համար, մի խոսքով անցկացրած հաճելի երջանիկ օրերի համար, մի խոսքով Թող Աստված օրհնի ու ես եկող տարին եկեք հռչակենք, որ ոչ թե ձիու տարի է կամ չգիտեմ ինչ-որ այլ տարի է, որ չգիտեմ պետք է աշխատել, պետք է չգիտեմ ինչ-որ ձիու փորձել այդ հորոսկոպները նայել, այլ հռչակել, որ այս տարի Աստծո տարին է և Աստված օրհնելու է առատապես։ Ամեն օրվա մեջ հռչակենք Աստծո անունը և իրա մեջ փնտրենք, հա, մեր հաջողությունները, մեր օրհնությունները, մեր հաղթանակները։ Տենց ուրախանում ենք, բայց նաև ես մտածում եմ այս ձայների համար, կենդանիների փողոցում կենդանիների համար, որ իրանք հիմա վախեցած միտեղ կուչ են եկել ու անգամ ստրեսի են ենթարկվում կենդանիները, իմ փիսոները նայում են, ինչա կատարվում Սալմո, այն ինչ ա եղել, հա, բախնում ես դու, ասելը բարձացել է այնտեղ, սրանք էլ այն երկուսն էլ այստեղ կուչ են եկել, նեսան էլ այնտեղը, մոտից չի երևում սայլուտները, այստեղ մեկ-մեկ պատուհանից տենց երևում է, բայց հրապարակը հակառակ ուղղությամբ է, պետք է բալկոն դուրս գալ, բայց դե հիմա արդեն ուշ է, եթե նորմալ աշճաններ ունենանք, հա, բայց հիմա դուրս չենք գա, ես ու բետոնը իրար շնորհավորել ենք իհարկե, բայց բետոն պարկած է, հոգնած է,
Դրա համար ես մենակ եմ ձեզ շնորհավորում, բայց ես հավատում եմ, որ բետոնելը ձեզ շնորհավորում յուրաքանչյուրից։ Մի խոսքով շատ շնորհակալ եմ ձեզ, նաև որ այսքան ժամանակ իմ հետ եք, շնորհակալ եմ այս տարվա համար եւս, որ չթողեցիք ինձ իմ այն ամենասկզբի գրանցվածների մալիքին, ես չեմ ուզում ասեմ հետևորդներ, թող յուրաքանչյուրս Աստծո հետևորդ լինենք, հա, իմ ալիքի բաժանորդագրվածները, դուք իմ սենց YouTube-յան ընտանիքն եք, ում միջոցով ես լիքը բան եմ սովորել, լիքը սենց օրհնություն եմ ստացել, ջերմ խոսքեր եմ ստացել, դրական էներգիա եմ ստացել եւ ուզում եմ օրհնել, որ Աստծո ձեռքը ձեզանից անպակաս լինի, օրհնությունները անպակաս լինեն ձեր կյանքում ու յուրաքանչյուրի սրտի փափագը թող իրականանա այս տարվանից սկսած, հա, գուցե մյուս տարի, բայց այս տարի թող լինի այն ստարտը, այն սկիզբը, որ Աստված կդնի ձեր կյանքում ու անակնկալների, հաճելի անակնկալների տարի լինի ձեր ընտանիքում, ձեր կյանքում։ Մի խոսքով, անպայման այս տարի որոշեք վերցնել Աստվածաշունչը եւ կարդալ, քանի որ այնտեղ բազում հետաքրքիր խոսքեր կան, բազում օրհնություններ կան, խոստումներ կան, որ Աստված ձեր համար է նախատեսել։ Այսքան օրհնված եղեք, կհանդիպենք արդեն մյուս հատվածում։ Լավ եղեք։ Սիրում եմ բոլորիդ։ Ողջույն բոլորին, եկել եմ պատմեմ իմ նորությունների մասին, այստեղ ես նոր պատվեր ունեմ, բայց մինչև դա եմ գործել, որ պարապ էի մնացել, այս վերջում տեսա, որ Մաշա ու Արջի հետ մուլտիկին է նման, Մաշա և Մեդվեդի Արջին է նման, մտածում եմ մի հատ էլ Մաշային գործեմ, որ տենց իրար հետ, բայց մյուս թելով, սենց բարակ թելով գործեմ ու տենց որպես կոմպլեկտ վաճառեմ, տեսնենք, բայց այդ ընթացքում բան էի գործում, տենց շորտիկ էի իր համար գործում ակրիլից, այդ ընթացքում ինձ պատվեր եկավ, բուժքույր եմ գործում, այստեղ մազերն եմ գործում, խնդրել են, որ կյաշ գործեմ, այսի սենց քորոցները դրել են, որ թևերը սենց բարձրանում են, դնում եք սենց ու օգնում են, որ մնան պահում են, վերջում իհարկե հանում եք էլի, այդպես չի մնում, նաև ասեմ, որ վաղը ես մասնակցելու եմ էքսպոյի, բայց ոչ թե այգում, այլ այդ անդադոր, հա, որտեղ որ միշտ գնում քայլում ենք սիրուն զարդարած այդ անցումը այնտեղ է, անդադոր նշանակում է, որ ջեմելու վայր, հա, տենց անցուղի, սենց ասած, ոնց ասեմ հայերեն, քայլելու տեղ, ու ես իմ խաղալիքների վրա ուզում եմ սենց բաներ կպցնեմ, բրիլոկներ, որ վաղը մասնակցելու եմ, այս խաղալիքներ 3 եմ պատվիրել, այսքան արդեն գործել եմ, երկուշաբթի ուզել, այսօր շաբաթ է, կպրծնեմ, այսօր վաղը կպրծնեմ ու երկուշաբթի ասել են ժամը 6-ին կհանձնեմ, եթե վաղը պրծած լինեմ, կասեմ, որ վաղը տեղ եմ կան տանեն, ինչի չէ, տենց, և մի քիչ առաջ իմ պատվիրած աչքերն են եկել, ժողովուրդ, սենց գունավոր, հայլիկներով, սենց, սպասեք, էսի օրինակ ասենք, նայք սենց մանուշակագույնը հետևը, մի էլ պոչըտ, սենց,
սենց ինքը իր մեջ սենց փայլիկներ ունի մանշակագույն։ Սենց լավ չի երևում կամերային, բայց շատ սիրուն է։ Տարբեր գույների կան։ Դեղին, նարնջագույն, կանաչ, կապույտ, կարմիր, վարդագույն եւ այլն։ Շատ սիրուն են։ Էսի կարծեմ 25 զույգ է, 25 զույգ։ Պետք է առանձնացնեմ, տնեմ, որը ում բարեկամն է, ասել մամաս, եւ շատ ուրախ եմ։ Ալիեքսպրեսից եմ պատվիրել, հենց մինչև ամսի 22-ն էին հունվարի, ասել 22-ից հետո գրացել, բայց շատ շուտ է եկել, շուտվանից եմ պատվիրել։ Եվ այստեղ նաև տերեից եւս մի կոսմետիկ միջոց եմ պատվիրել, միցելար ջուրա, որ մաքրել բանը, ինչ լավն է, էսի որ արդեն կոսմետիկա, հələ դու գնա, բարձանմա վրեն կնոպկեքին սեղմում են, այ, ես ինչ սեղմ ես, կնոպկեքին սեղմում է, ու չասես բացվում է, ահա, սենց, ես իրանցից մի հատ միցելար ջուր եմ պատվիրել ու շատ լավն է, մի հատ էլ ունեմ Garnier-ից դեղինը, բայց այն անբախտվա դեղինը չի, որ ես օգտագործում եի, այլ ուրիշ է, ես որ օգտագործում էին շատ էր դուր գալի, ինքը սենց էլի յուղային հատված ուներ, սա էլ է սենց յուղային հատված, ու բանա, ու շատ սենց մի անգամից արագի մեջ մաքրում էր, բայց այդ բանը հանել են, չկա էլ այդ որ յուղա ունի, դեղին է, բայց չկա դա ու լավ չեն մաքրում, չգիտեմ խիչ են արտադրում էլ, սաղ տեղերում նայել եմ, ու այս բանի մյուս փոքրը, որ ունեմ, որ օգտագործում եմ, շատ լավն է, ինքը մի անգամից մաքրում, ինքը այս յուղային հատվածը չունի, բայց շատ լավ մաքրում է ինքը տուշը բան, իսկ այդ Garnier-ինը վայ տանջվում է, մի քիչ է մնացել, մի քիչ այսքան ունեմ, բայց երևի թափ եմ, չի օգտագործում, կամ էլ ուղղակի մակիաժի համար եմ, չնայած որ մյուսով որ վրայով անց եմ գնում նորից դեմքի մակիաժի մաքրելու համար, այդ դեմքի կրեմաբանը մաքրելու համար, էլի տենց լավ չի մաքրում, մի խոսքով չգիտեմ, մտածում եմ թափ եմ։ Դրա համար սա վերցրեցի, հիմա որ մյուս անգամ արդեն օգտագործեմ տուշ, բան, տենց նորմալ կոսմետիկ օգտագործեմ, կփորձենք ու կտեսնեմ։ Բաղնիքում էի ուզում նկարեի, են էլ հիշեցի, որ բաղնիքում մենք դեռ հոսանք չունենք։ Բետան ժամանակ չի գտնում բաղնել հենա ես գնալու եմ բան, բայց ես իրան ասել եմ դու ինձ տար թող ընդեղ օգնի, որ դասավորվեմ, հետո արի դու քո գործերով զբաղվի, ես էլ իմ գործերով։ Սա էլ հավաքելու ենք 5 հատ սրանից, կամ էլ տոպրակ, կամ սա է տալի, կամ տոպրակ է տալի, որ 5 հատ հավաքում ես, քեզ նվեր է տալի ինքը։ Այնպես որ, այդպես, վերջ սենց ժողովուրդ, եսա ամեն անգամ ասում եմ, որ չեմ նկարի մի քիչ հանգստանամ բան, էլ չի ստացվում, հետաքրքիր բաներ անում, ուզում եմ ձեզ հետ կիսվեմ։ Այնպես որ վաղն էլ արդեն, որ ընդեղ լինենք, ցույց կտամ ու դեռ այգու էքսպոից թղաբար չկա, դեռ երևի ամսի 15-ից հետո, ամսվա երկրորդ կեսից, բայց այնքան է դժվարացել ընդեղ ընկնել, որ մարդիկ ժամը 6-ից հերթ են կանգնում, որ հասցնեն, մտնեն 38 տեղա կարծեմ ու չգիտեմ, մի քիչ դժվարանում եմ, էլի գնամ առավոտ ժամը 6-ին կանգնեմ, ժամը 9-ին նոր բացում են այդ բանը, բացում են այդ օֆիսները, չգիտեմ, դրա համար ասում եմ ավելի լավ է ես այստեղ մասնակցեմ, քան թե օրինակ ասենք չհասցնեմ մասնակցեմ, տանը մնամ իմաստը, տանը մնալու փոխարեն հենա այստեղ դուրս կգամ, այստեղ էլ է ոչինչ ակտիվ է, բայց իհարկե բանի նման չի, էլի այգու նման չի, բայց դե ոչինչ,
տեսնենք, որ տենան մարդիկ կան այդ էքսպոկա, ինձ թվում է կմտնեն այդ Միջանցք։ Ես այդտեղ եմ տեղից եմ սկսել, էլի, կարելի է ասել։ Սկզբից մյուս այգիներ, մի հատ հեռու այգի կար, այդ մշակույթի տունն էր կազմակերպում, կեսարից հետ մասնակցում ենք, ինքն էլ իր նկարներով։ Հետո ինձ գրանցեցին, ես պայմանավորվեցի այստեղ այս բանի հետ, այն վաղ կազմակերպիչը այդտեղ պատասխանատուն ուրիշ կիներ, որ մակրամե է գործում ինքն էր։ Հետո սկսեցի տեղով տենց մասնակցել Ռոսիի հետ, Տերեի հետ, բան։ Ու Տերեի հետ ավելի շատ ու տենց ոնց որ пошло поехало։ Սկսեցի արդեն կենտրոնում մասնակցել, ինձ գրանցեցին բան մի խոսքով։ Այդպես շատ ուրախ եմ։ Հուսամ, որ կստացվի նաև այգում էլ մասնակցել, պետք է ամեն ինչ անել, որ գոնե ժամը, չգիտեմ, 8-ին այնտեղ լինել։ 8-ին տենց որ հասցնեմ, բայց տեսնենք։ Հուսամ։ Բայց շատ մարդիկ որ չեն կարողանում այդ օրը դիմումը ներկայացնելու աշխատանքային օրը, մարդիկ իրենց երեխեքին դպրոց են տանում, մանկապարտեզ են տանում, գործի են, բան չեն հասցնում։ Դրա համար մի քիչ բարդացել է, բայց քանի որ ես տանն եմ, կփորձեմ շուտ դուրս գամ, եթե չստացվի, չհասցնեմ, անդադոր այդ որտեղ որ հիմա վաղը լինելու եմ, կա ու կա։ Այսքան է ժողովուրդ։ Շատ չխոսեմ, չերկարացնեմ, ես իմ աշխատանքը անեմ, վերջացնեմ, մի քանի բան անեմ, սենց ձեռներս մաքրում եմ, քանի որ հատկույնի թելերի հետ եմ աշխատում, անընդհատ սենց, մենակ տենակ կողքից զիբիլի ինչքան հավաքվել ես հանձեռոցիկներով, բայց դե մեկա, ինչքան էլ ուզում ես բաները, այն մի քիչ մքվում է սպիտակ թելը։ Հենց, լավ, վсё, ես անցա իմ գործերին։ Ողջույն, ես տեղավորվել եմ, որ գալիս եմ Ռոսիի մոտ, այդտեղ եմ, այս Միջանցքը երևի ծանոթ է, սենց գտնեմ գրախանութ։ Հենց, շատ դժվարությամբ, բայց ինձ բաներ է պետք, սենց, ինչ-որ հարմարանքներ, որ կարողանամ կախեմ, սենց, խաղալիքներից եմ տես, թելով եմ գործել, պինգվինիկներն են, սանք են, սենց բեգեմոտիկներ, խոսքով տենց, սենց գնում ենք գրախանութ, դեր են պետք է գաք կոսմետիկաների, բայց չգիտեմ երբ է գալու։ Հիմա պետք է ինչ-որ մի բան ուտենք, հաչ չենք կերել, կոֆե չենք խմել, հենց։ Այստեղ սենց նայեք վերևը ծածկ կա, արդեն ինձանից հետո որ գա, պետք է վրան բերի։ Բախտը բերեցի։ Հենց, ես ծածկի տակ եմ, վրանս քարշ չեմ տվել, չնայած ինձ վրանը օգնում է, որ մի քանի բան կախեմ, բայց դե դրել եմ, տեսնենք ոնց է լինում։ Հուսով եմ առավտուր կունենամ գոնե խաղալիքներից, քանի որ ամսի 6-ին այստեղ, այսօր ամսի 4-ն է, ամսի 6-ին այստեղ մոգերի տոնն է ու երեխեքին նորից նվերներ են բաժանում, դրա համար ուզեցա դուրս գամ, վաճառքել։ Ողջույն, մենք տանն ենք, երևի մի 40 րոպե է և ոչինչ օրը լավ անցավ, գոհ եմ, էլի, ես ավելի վատ էի պատկերացնում, բայց այսօր վաճառել եմ իմ մեղուների ծահագին ու շատ լավ անցավ։ Մեղուներից մի քիչ բրիլոկներ եմ այսօր վաճառել, բայց փառք Աստծո։
Ուրեմն, քանի որ մենք հոսանք չունենք բաղնիքում, խոհանոցում բետոն ինչ-որ բան է նայում բարձր, ես էլ որոշեցի կամ այստեղ ձեզ հետ իմ մակիաժը մաքրեմ, առաջի անգամ սենց այս հեղուկով մաքրելու եմ, եկեք փորձենք դե, լավ կլներ հայելի լիներ, բայց դե, այլի չունեմ այստեղ, հոտը, բարդի հոտ է գալի, լավ մաքրում է, ոչինչ, ավելի լավ է մաքրում, քան այն գարնիերը, բայց մյուսը ավելի լավ է մաքրում, ինձ թվում է, չնայած տուշը հանել է տուշը, մալադեց, կարևորը տուշը մաքրում է, մալադեց, գարնիերը վապշե չի մաքրում տուշը, այն որ ես ունեմ, ահա որ վատն է, մի քիչ լղոզում է, բայց մաքրեց, հոտն է շատ հաճելի է, բարդի հոտը, մի հատ էլ դեմքի օճառով կլվամ և վերջ, հետևածքի մեքենայի վրա եմ դրել հեռախոսս, բանը կանսիլյեր եմ քսել, ընդամենը աչքերի սենց տակ լրիվ չեմ քսել, վերջ ժողովուրդ գնամ դեմքիս կեղտը, գնացի, գոհեմ, տուշ մաքրում եմ, մնացածը օճառը կհանի, լրիվ հանել է տուշը, մալադեց, գնացի, ողջույն բոլորին, ես պատրաստվում եմ իմ պատվերը հանձնեմ արդեն և վերջացրել եմ, իհարկե, ուզում եմ ձեզ ցույց տամ, բժշկուհիս կամ քույրը, չգիտեմ ինչա, բայց այսպիսի պուճուրիկ նկարները իմ ինստագրամյան էջում կդնեմ, կարող եք այցելել և այնտեղ նայել, ուրեմն, քանի հիշում եմ, ժողովուրդ միշտ մոռանում եմ, ասեմ, ես ոնց որ խաղալիք ցույց տվեցի, հիշեցի, YouTube-ը ջնջում է որոշ կոմենտներ, ես չգիտեմ ինչի է ջնջում, բայց որոշ կոմենտներ մտնում են ինչ-որ միտեղ, միջև որ դու
Այսինքն ես ալիքի տերը, հա, տենց մտնում ես այդտեղ, հաստատում ես, որ իրանք նորմալ կոմենտներ են, որ իրանք արդեն YouTube-ի այդ վիդեոյի տակ երևան, բայց չգիտեմ ինչի YouTube-ը ջնջում է իրանց։ Ես իրանց հաստատում եմ ու բայց YouTube-ը ջնջում է։ Հիմա սենց մի բան, պասեք նստեմ։ Եթե դուք ինձ նորմալ կոմենտ եք գրել, վիրավորական բան չեք գրել, ինչ-որ մի բան եք հարցրել, չգիտեմ ինչ վիրավորական բան պետք է լինի, անգամ բաներ կա, որ օրինակ ասենք սենց կոմենտներ են ագրեսիվ գրում, ես իրանց հաստատում եմ, որ պատասխանեմ, մարդկանց պատասխան տամ, չնայած որ իրանք ագրեսիվ են պատասխանում, չգիտեմ, բայց եթե դուք նորմալ կոմենտ եք գրել ու ձեր կոմենտը չկա, ես ձեզ չեմ պատասխանել ջնջվածը, դա նշանակում է ես չեմ ջնջում, YouTube-ը չգիտեմ գժված է ջնջում է ու դրա համար մի քանի վլոգ առաջ, չեմ հիշում որ վլոգում էր, ինչ-որ մեկը ինձ գրել էր, որ կարծեմ ինքը Ամերիկայում է բնակվում, ինձ գրել էր, որ ուզում է իմ խաղալիքներից գնի, բայց իր կոմենտը ընկել էր հենց այդտեղ ու ես որ իրան հաստատեցի, նայեք, հիմա նորմալ կոմենտ է, մարդը ինձ հարց է տալի, արդյոք կարա ինձանից խաղալիքներ գնի, բան այդպես։ Ես հաստատում եմ ու տեսնում եմ, որ այդ կնոջ կոմենտը կարծեմ 2 հատ էր գրել, չկա, ոչ մեկ չկա։ Ես այնտեղ կոմենտ էի գրել, ամրացրել էի, որ դուք ինձ կոմենտ եք գրել, որ սենց խաղալիքները կարող եմ արդյոք ուղարկել, կարծեմ USA, հա, տենց Ամերիկա, բայց ջնջվել է ու ինձ չեմ պատասխանել, այդ մարդը չի պատասխան։ Հիմա եթե դու ինձ տեսնում ես, կամ այն մարդիկ ովքեր գրել են, կամ ջնջվել է, ինչ որ չեմ տեսել, բայց դժվար տենց տեսած չլինեմ, ուրեմն նման հարցերով խնդրում եմ ինձ փնտրեք սոցցանցերում, եթե սոցցանցեր չունեք, հա, օքեյ, չգիտեմ, վերջին վարիանտ, հա, կոմենտներում, հա, բայց եթե դուք ունեք սոցցանցեր, իմ բոլոր սոցցանցերը կան անյութի տակ, description-ի նկարագրության բաժնում, այդտեղ բացում եք ու այնտեղ կա ամեն ինչ թողել եմ ես Instagram, Facebook, կարծեմ Telegram էլ ունեմ, տարբեր Instagram-ներ ունեմ, մի խոսքով իմ մեյլը կա անգամ, կարող եք մեյլից գրել, եթե օրինակ ասենք եթե YouTube ունեք, ուրեմն մեյլեր ունեք, մեյլով ինձ կարող եք գրել, որ տենց նման հարցում ունեք, հա, տենց մի խոսքով, այդ ձև ինձ սոցցանցեմ, եթե ձեր նամակը չի ջնջվել է, ես ուզում եմ, որ դուք ինձանից չնեղանաք, եթե դուք նորմալ ոչ հայհոյություն եք գրել, հա, ես այդ հայհոյանքները ջնջում եմ իհարկե, մեկ լինում է, շատ չէ, բայց մեկը մի հատ տահասի մեկը գալիս է, որ մի հատ մի բան է գրում, ջնջում եմ կամ ինչ-որ շատ վիրավորական անձնական բաներ են, դրանք ջնջում եմ, բայց եթե օրինակ ասենք նորմալ բաներ են, ես իրանց հաստատում եմ, որ մտնեն ընդհանուր այդ կոմենտների բաժին ու բոլորը տեսնեն։ Ու հիմա եթե ձեր կոմենտը չկա, նորմալ կոմենտ եք գրել, ուրեմն ես չեմ մեղավոր, YouTube-ն է մեղավոր, ջնջում եմ եւ եթե տեսնում եք, որ ջնջվել է ձեր կոմենտը, եթե դժվար չի, մի հատ էլ գրեք։ Նայեք, կոմենտ գրելուց հետո նայեք, արդյոք ձեր կոմենտը հաստատվել է, արդյոք կոմենտների բաժնում տեսնում եք ձեր կոմենտը, եթե չէ, ապա մի հատ էլ գրեք, խնդրում եմ։ Այսքանը ժողովուրդ ես վերջացրել եմ, վերջապես ավարտեցի, ամենը չսիրած բանը եւ որ բժշկուհի են զակաց տալի ու այս չափող սարքը պետք է գործեմ, չեք պատկերացնի։ Այս փուջուրիկի մեջ բան կա, սենց ծալվում այնքը երկաթ կա, բայց այն մնացածը չէ, սենց ոնց որ խոսքով։ Սա էլ իմ բժշկուհին, ես 2 րոպե նենց էր քունը ստանում, չեք պատկերացնի, հավոր ձևի քունը ստանում է,
Ուզում եմ ասեմ, որ նաև նշեմ, որ հունվարին կարող է վլոգները ավելի պասիվ լինեն, քանի որ ուզում եմ մի քիչ հանգստանալով, սենց հանգստանալով եմ տեղադրելու վիդեոները։ Այդպես ու գուցե մի քիչ պասիվ լինեն, մի քանի հատ լինեն գուցե։ Դրա համար ինձ կներեք, ես ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Այս վլոգը չգիտեմ երբ կլինի, այսօր ամսի 5-ն է։ Այո, հունվարի 5-ն է։ Եվ մի խոսքով ժողովուրդ։ Իսկ ընդհանուր, եթե ուզում եք իմ հետ խոսեք, ընդհանուր իմ հետ զրուցելու համար իմ սոցցանցերը կան։ Գնացեք այնտեղ գրեք, հա, ինչ է ուզում ասեի։ Այսօր այնքան սենց քնած եմ եղել, քունս նենց էր տանում, չեք պատկերացնեմ ոնց եմ ես տիկնիկը ավարտել, մնացել էր խալաթը, այս իր վրայի աքսեսուարները եւ այս անեն ինչը սրտի աշխատանքը լսելու մի խոսքով, չգիտեմ հայերեն ոնց է։ Ու չեք պատկերացնի զորով ոնց եմ ստիպել գնամ, չէ որ չգնամ պարկեմ, քնեմ, քանի որ ժամը 6-ին պետքա գա, հեսա մի ժամից պետքա այդ աղջիկը, տղա, չգիտեմ, ծանոթ համար ինձ։ Ու այդ ընթացքում էլ տեքորս կինը ինձ ասեց դուրս են գալի, վաղ այստեղ մոգերի տոնն է, ասեց, որ փաթեթ ունի ստանալու, որ ես ստանամ, քանի որ երեխեքին տանում է, որ տենց արարողության միջոցառման։ Ու ես մի հատը ստացել եմ, կարծեմ մի հատ էլ կա, հուսով եմ իրանք կգան կհասցնեն։ Տեսնենք։ Ու էդ էլ ինձ ստիպում է, որ ես չգնամ պարկեմ, քնեմ, հիմա էլ որ պարկեմ, վсё, ես նոկաուտ եմ լինելու։ Սորիկան տեքորինքս խոսքը։ Ու բայց ես հիմա պետքա գնամ հաց սարքեմ, կարտոշկի ժարիտ եմ սարքելու մսով։ Թավան ունեմ, խոշոր մեծ, ու տենց ճիշտ է լավ չի, որ շուշուտ եմ արդեն սարքում կարտոշկի ժարիտ, բայց դե տենց ժողովուրդ։ Գնացի, լավ եղեք, կհանդիպենք մյուս հատվածում, կամ էլ երևի արդեն իմ վլոգը հավաքվել է, ես կտեղադրեմ ու լավ կլինի, որ ասեմ կհանդիպենք մյուս վլոգում։ Աստված օրհնի։ Adios։